Բարև ձեզ սիրելի եղբայրներ քույրեր։ Մենք անոնսել էինք, որ 22:00-ին Երևանի ժամանակով WhatsApp-ում եւ Աստվածաշնչի բացահայտումները մեր ալիքում մենք ուղիղ եթերով պետք է խոսենք բավականին լուրջ խնդրահարույց հարցերի մասին։ Այնպիսի կնճռոտ հարցերի մասին ենք խոսելու, որոնք կբացահայտեն մեր օրյա քրիստոնեական աշխարհում առհասարակ այն խնդիրները, որոնք ավետարանից դուրս են։ Միաժամանակ ցույց կտանք այն ամենը, ինչը որ Աստվածաշնչի շրջանակներում քրիստոնեություն եկեղեցի հասկացությամբ գոյություն ունի եւ ինչպես է այն մեր օրերում բացարձակապես փոփոխության ենթարկվելով դարձել մեկ ուրիշ բան, թերևս կրոն եւ մի բան էլ դեռ ավելին։ Մենք այսօր, ինչպես ասացի, աշխատելու ենք երկու ռեժիմով։ Առաջին Աստվածաշնչի բացահայտումներ YouTube-յան մեր ալիքի ուղիղ եթերում եւ WhatsApp-ով հոգի շունչ մարմին խմբում մեր հետևորդների համար։ Այնպես որ իմ խնդրանքն է WhatsApp-ում լինողներին, որպեսզի որքան հնարավոր է իրենց ականջակալներով լսեն եւ իրենց միկրոֆոններն անջատած լինեն, որպեսզի աղմուկ չլինի եւ չխանգարի մյուսներին։ Ուրեմն ինչպես ասացինք, պետք է այնպիսի հարցերի մասին խոսենք, որոնք շատերի համար գուցեև անընդունելի լինեն, որոշների համար անակնկալ կլինի, մյուսների համար էլ հենց այն ինչը որ փնտրում էին։ Ասել կուզեմ, որ մեր հարցադրումները եւ դրանց պատասխանները կարող են փոխել շատերի պատկերացումները աստվածպաշտության եւ առհասարակ քրիստոնեության վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքները կարող են իրապես վերանայվել։ Բանն այն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը բազմիցս ասում էր, որ զգուշ լինենք, որ մեկը հանկարծ չխաբի, կամ զգուշ կացեք, որ չխաբվեք, այսպիսի արտահայտություն ենք լսում։ Ավետարանը ընթերցելու ու դրանով ապրելու մղում ունեցող ցանկացած անձի հրավիրում են անկեղծ դիսկուսի, եւ եթե իսկապես ձեր չափորոշիչը ավետարանն է, ճիշտ կյանքով ապրելու եւ Աստծուն պաշտելու, ավետարանի հավատքի քրիստոնյա ես անվանվում, ավետարանով թույլ տուր քեզ ցույց տալ, որտեղ ես վրիպում։ Իսուս Քրիստոսի անունը իրենց շուրթերին առնում են աշխարհի բնակչության գրեթե 1/3-ը։ Եվ թեպետ Հիսուս Քրիստոսն ասաց քչերն են ընտրված, ուշադրություն դարձ։ Մատթեոս 20:10, եւ որ քչերն են նեղ ճամփան գտնողները, այնուամենայնիվ շատ զարմանալիորեն Տեր Հիսուս Քրիստոսը մեկ ուրիշ արտահայտություն էլ է անում, որ առաջին հայացքից մտածելու տեղիք է տալիս։ Նա նաև ասաց, որ շատերը կասեն ինձ այն օրը Տեր, Տեր։ Խնդրում եմ այս կոնտրաստը մի փոքր ավելի լավ հասկանանք։ Մի դեպքում Տերն ասում է, որ քչերն են, որ նեղ ճանապարհը կգտնեն, քչերն են, որ ընտրված են, մյուս դեպքում ասում է, որ շատերը կասեն ինձ այն օրը Տեր, Տեր։ Ուրեմն չի գրված այդ քչերը պիտի ասեն Տեր, Տեր։ Պարզվում է, որ շատերը պիտի ասեն ինձ այն օրը Տեր, Տեր, սակայն քչերը պետք է ընտրված լինեն եւ քչերը պետք է գտած լինեն նեղ ճանապարհը։ Եվ այսպես հարց համար առաջին։ Սրա մասին ես նախորդ հաղորդման ժամանակ խոսել եմ եւ ընդհանրապես ինչի մասին որ պիտի խոսեմ, սրանք ամեն մեկն էլ մեր YouTube-յան ալիքում համապատասխան քարոզներով տեղադրված են, յուրաքանչյուրի մասին մանրամասն խոսել ենք, բայց այսօր ես պետք է հավաքեմ այդ բոլորը իմ մի բերեմ, որպեսզի պատկերը ամբողջական ընկալեն, որովհետև շատ անգամներ այս քարոզային քարոզը լսելով այդպես էլ վերջնական ասենք պատկերը չի ձևավորվում քրիստոնյայի մոտ, բայց այսօր ես որոշեցի, ինչպես ասում են այդ փազլների պես միանգամից հավաքել մեկ պատկերով եւ այս մի ժամվա ընթացքում ես պիտի փորձեմ շոշափել այնպիսի հարցեր, որոնք յուրաքանչյուրն էլ քարոզի նյութեր ու թեմաներ են եւ ես նույնիսկ եմ կրկնում, սրանք բոլորը ունեմ, բայց շատ հակիրճ կերպով պիտի մատուցեմ ձեզ։ Ուրեմն անցած անգամ մենք խոսել ենք հարանվանությունների անունների մասին, մի փոքր էլի կհիշեցնեմ այսօր, եւ խոսել ենք նաեւ տոների մասին, որ եկեղեցիներում կատարվում են։ Եվ այսպես խոսելով հարանվանական անունների մասին, մենք ասացինք այդ մասին, որ
Մենք գործ կառաքելոցում կարդում ենք Անտիոքում առաջին անգամ աշակերտները քրիստոնյա կոչվեցին։ Այդ դեպքում ինչու ես դու այսօր կոչվում ավետարանական, հոգեգալստական եւ այլեւայլ անուններով։ Փաստորեն դու ոչ թե Քրիստոս անձի հետևորդ ես, այլ գրքի հետևորդ ես, գրածի հետևորդ ես, որովհետեւ ավետարանը գիրք է։ Իսկ Աստծո ասում է գիրը սպանում է, միայն անձնավորությունը եւ Քրիստոսն է, որ ինքը փրկում է։ Եթե Սուրբ Հոգուն հաճելի լիներ եկեղեցուն անուն տալ, նա դա կաներ։ Բայց դուք ոչ միտեղ Սուրբ գրքում չեք կարող հանդիպել եկեղեցուն տրված որևէ անուն։ Եվ թեպետ հայտնության գրքում թղթերում եւ գործ կառաքելոցում դուք կարդում եք քաղաքների անուններ, ապա դա ընդամենը այդ քաղաքներում գտնվող եկեղեցիների հասցեներն են եւ ոչ թե անվանումները։ Օրինակ ինչու է ձեր եկեղեցուն կոչում Ֆիլադելֆիայի եկեղեցի, որովհետեւ այդ եկեղեցուն ասված Տիրոջ խոսքերը քեզ ցանկալի են, հաճելի են դրա համար։ Կամ ինչու ավետարանի հավատքի քրիստոնյա ես կոչվում, ուզում ես ասել, որ Փիլիպեցիս թղթում տեղ գտած Մարտիկի անունն ես վաստակել, որ պատերազմիր գրված է ավետարանի հավատքի համար, դու էլ պատերազմում ես ավետարանի հավատքի համար, հա? Այդ բառը հանել ես ու ասել ես ես ավետարանի հավատքի քրիստոնյա եմ, հա? Պատերազմիր, բայց ինչու կոչվել ավետարանի հավատքի եւ ոչ թե պարզապես քրիստոնյա։ Դու էլ կոչվում ես կյանքի խոսք եկեղեցի։ Ինչու? Որովհետև Փիլիպեցիս թղթում 2:16-ում կյանքի խոսք բառակապակցությանն ես հանդիպել, հա? Եվ քեզ ով է թույլ տվել, որ ընդհանրապես քրիստոնյա անունի փոխարեն դու նաև կյանքի խոսք եկեղեցի անունը տասեն եկեղեցուն, որ Քրիստոսինն է։ Եվ դա դեռ պետք է պարզենք իսկապես որ եկեղեցին է Քրիստոսին է։ Ուրեմն Տերը երկրի վրա չունի ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի, Տերը երկրի վրա կյանքի խոսք եկեղեցի չունի, դրանք մարդիկ են այդ անունները դրել։ Եվ այսպես Փարոս, Արծվի բույն, Մկրտական ու այսպես անverջ անուններ, ինչքան ուզեք, մարդիկ հորինում են իրարից տարբերվելու համար, եւ այդպես մարդիկ մտածում գոնե այդ ձևով թերևս իրենց ռեյտինգը ինչ որ ձևով բարձրացնեն կամ էլ մի տեսակ մյուսներին տարբերվելով կարողանան շատ-շատերին գրավել իրենց կողմը իրենց անպագորգոր անուններով։ Եվ ես մի հատ ուզում եմ հարցի պատասխանեք, յուրաքանչյուր այդ ովքեր որ սիրում եք Աստծուն, պաշտում եք իրեն եւ Սուրբ Գիրք եք ընթերցում։ Դուք չեք վախենում, որ վաղը մյուս օրը դուք կանգնեք Աստծո առաջ եւ Տերն ասի դու քրիստոնյա չես։ Որովհետև դու երկրի վրա ուրիշ անունով ես կոչվել, առավել եւս երբ որ դու կազմակերպություն ես նաև հանդես եկել աշխարհում եւ ոչ թե եկեղեցի։ Ուրեմն ես դրա մասին խոսել էի նախորդ անգամ ավելի մանրամասն, ես այսօր ուզեցին մեկ անգամ եւս հակիրճ ցույց տալ, որ փորձեք հասկանալ որտեղ եք գտնվում եւ արդյոք ճշմարիտ հավատքի ընթացքի մեջ եք, թե ինչ որ աղանդի հետևորդ եք դուք։ Եվ աղանդը հենց սկսում է եկեղեցու անվանումից, եթե կուզեք իմանալ։ Եթե քրիստոնյա անունը չի բավարարել եւ կողքին անպայման պետք է ինչ որ մականուն դրվի։ Ես նորից եմ կրկնում։ Ոչ մի մականունով Աստված չի ճանաչում իր ժողովրդին, անունով է ճանաչում եւ դրանք քրիստոնյաներ են։ Եվ դուք չեք կարող Աստծուն համոզել, որ ոչինչ, էլի քրիստոնյա ենք մենք, բայց մենք այս անունով ենք կոչվում։ Հերիք չի, դեռ մենք երկրի վրա էլ տաճարներ ու ժողովարաններ ենք շինել եւ դրանք Աստծո տներ ենք անվանել։ Ուրեմն սիրելիներ, նոր կտականում ես չունեմ այդ հիմքը եւ չկա նման բան, որ ես մտածեմ, որ իրոք Աստված որևէ անունով, որևէ տաճարի հավակնությամբ երկրի վրա ունի եկեղեցի։ Եվ այժմ ես ուզում եմ սահուն կերպով անցնել երկրորդ հարցին։ Գրեթե բոլոր հարանվանություններում, բոլոր ամենուր քարոզիչները գերազանցապես սկսում են այս բառից ապաշխարեցեք, շատ լավ է։ Աստվածաշնչում մենք իմանում ենք, որ Հովհաննես Մկրտիչը ասեց ապաշխարեք, Տեր Հիսուսը եկավ ասեց ապաշխարեք, Պետրոս Արաքյան, երբ որ հարցրեցին ինչ անենք, ասեց ապաշխարեք, Պողոս Արաքյանը նույնպես ասում ապաշխարեք, եւ նույնիսկ ասում է, որ նրա անունով ապաշխարություն քարոզել եւ այլն, եւ մենք էլ նույնը պիտի անենք եւ դա անում են։ Սակայն այս հարցի մասին խոսելով Սուրբ գրային ապաշխարության եւ վերստին ծնված չլինելու մասին էլ եմ ուզում խոսել, որ
ոչ սուրբ գրային ապաշխարությունների եւ ոչ սուրբ գրային այսպես կոչված վերստին այդպես եկեղեցիներ ենք տեսնում։ Ինչպես հասկանալ, որ 50-ական եկեղեցում հարյուրավոր ջրով մկրտվածներ լքեցին այդ եկեղեցին։ Միայն Աբովյանի եկեղեցում մի քանի հարյուր եկեղեցու անդամներ, ապաշխարած, վերստին ծնված, Սուրբ Հոգով մկրտված հոգիներ, եւ էլ չեմ ասում մյուս տեղերում էլ, որ 50-ական եկեղեցուց կտոր լինելով առանձնացան, եւ նրանք ովքեր որ առանձնացան սկզբնական շրջանում, նրանք ովքեր որ տեղում մնացին, այսպես ասեցին. մեզանից չէին, մեզանից դուրս եկան։ Քեզ քանդողները, այսինքն ճշմարիտ է իրենք էին, իսկ մնացածը որ դուրս եկան քանդողներն էին եւ ասեցին. քեզ քանդողները դուրս եկան, մերոնցից չէին, մեր հետ կմնային, Աստծո խոսքից այդպիսի համարներ կան եւ իրենց վերահապահեցին իրավունք, որ իրենք ճիշտ են եղել, մնացածն են սխալ են եղել, իմ գործը չէ դատել որևէ մեկին, պարզապես այստեղ ես մի հատ հարց եմ ուզում տալ։ Նշանակում է այդ հարյուրավորները, որոնք ջրով մկրտված էին եւ այդ եկեղեցու անդամն էին մի ժամանակ, ընդունում էին հաղորդություն եւ մեկ մարմին էին կազմել, այսօր հրջորժվում են այդ եկեղեցու կողմից միտրոպոլիայից, այսպես ասած, որպես ոչ իրենցից։ Ստացվում է, որ այդ եկեղեցու սպասավորները ջրով մկրտել են այնպիսի մարդկանց, որոնք իրենցը չեն եղել։ Ուրիշներին են եղել, բայց իրենք մկրտել են, հետո պարզվել է, որ սխալվել են եւ նրանք էլ գնացել են, հետո պարզվել է, որ մաքրվել են, որովհետեւ նրանք իրենց շարքերում չեն։ Եվ այն գնացածներն են ընդունել են, որ իրենք վերջապես ազատագրվել են ինչ որ մի հատ լուծից եւ այսօր ազատության մեջ են գտնվում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք այսօր ավետարանով տարբերենք իսկապես ապաշխարությունը, վերստին ծնունդը, ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ փնտրելով փորձենք հասկանալ թե մեկը, թե մյուսը, որտեղ ինչ է կատարվում եւ ինչպես են դրանք կատարվում օրիգինալ, ասենք ճշմարիտ աստվածպաշտությունը որն է եղել կամ ապաշխարությունը որն է, վերստին ծնունդը որն է։ Կան իսկապես վերստին ծնվածի եւ ապաշխարածի որակներ։ Եվ դա Սուրբ Գիրքը հստակ մեզ դա ցույց է տալիս։ Եվ մենք ուշադրություն դարձնենք այդ համարներին։ Ուրեմն ապաշխարած մարդն ով է։ Ապաշխարած մարդը նա չէ, ով որ արցունքներով, զղջմամբ եկել հովին, խոստովանել է իր մեղքերը, զղջացել է եւ շրթունքներով էլ ինքը հայտարարել է, որ ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ եւ այլն, եւ այլևս արդեն այս եկեղեցին իրան տարել է ջրով մկրտել եւ ինքը արդեն եկեղեցու անդամ է։ Ապաշխարած մարդը այս ամենը հնարավոր է եւ ունենա, բայց սրանք բավարար հիմք չեն, որպեսզի մենք իմանանք, որ այս մարդն ապաշխարել է։ Քանի որ հաստատ որոշում է կայացրել ճշմարտապես ապաշխարողը, որ այլևս ինքն իրեն չի պատկանում, այլ Հիսուս Քրիստոսին է պատկանում։ Այս քայլը կատարվել է կյանքի շրջադարձով եւ ապաշխարության արժանի պտուղներով։ Մեղքից եւ աշխարհային սկզբունքներից հրաժարվել է եւ համարձակ դավանում է իր քրիստոնյան լինելը։ Այս ամենը տեղի ունեցել, քանի որ երկնքի արքայությունը իր մեջ է եկել ուրախություն, բերկրանք, խաղաղություն բերելով։ Սա հրաշք է։ Սա ապաշխարությունն է, որի ավարտը վերստին ծնունդն է։ Նորից եմ կրկնում, այս անձնավորությունը իր ներսում հաստատ որոշում ունի եւ այդ որոշումը կայացրել է, չի վախենում դավանել Հիսուսի անունը, չի վախենում հալածվելուց, շրջադարձ է տեղի ունեցել իր կյանքում, արժանի պտուղներ ունի ապաշխարության, աշխարհի հետ իր հարցերը լուծել է, մեղքից եւ աշխարհային սկզբունքներից հրաժարվել է եւ ինքը քրիստոնյա է այլևս։ Այս ամենը տեղի է ունեցել առավել եւս եւ երկնքի արքայության հատկանիշները իր սրտում է։ Ուրախություն Սուրբ Հոգով, բերկրանք, խաղաղություն, սա վերստին ծնված մարդն է եւ սա հրաշքավոր տեղի է ունեցել։ Բայց սա բավարար չէ դարձյալ, որովհետեւ երկրորդ կետը կա, որպեսզի մենք իմանանք, որ մարդն իսկապես ապաշխարել է, որովհետև այս ամենը հնարավոր է արտաքնապես, հիմա ես հերթով որ բացատրեմ դուք կհասկանաք, հնարավոր է մարդը հաստատ որոշում կայացնի, բայց կատարելը դեռևս չի ստացվել իր մոտ, ինքն ուղղակի հայտնվում է մի միջավայրում, որտեղ շատ քաղցր միջավայր է, ջերմ միջավայր է, ուրախ է եւ դա շփոթում է երկնքի արքայության հետ։
Ինչու ես այսպես ասում, որովհետև հնարավոր է, որ ինչ որ մի հարցեր էլ աշխարհի հետ լուծել է ինքը, խոստովանել է իր մեղքերը եւ Տեր Հիսուսին շրթունքներով էլ դարաշ չլինի։ Ինչու հնարավոր է, որ ինքը ապաշխարած չլինի, որովհետև երկրորդ կետը կա։ Եթե այս կետը չի կատարվել իր կյանքում, ուրեմն պիտի կասկածել, որ դրանք մանավոր են այդ ամբողջ խանդավառությունը իր մեջ, թե իրականում ապաշխարել է։ Նա պետք է սիրի աղոթք անել, աղոթքի մարդ է դառնում նա։ Նա պետք է սուրբ գիրք կարդա, սուրբ գրքի նկատմամբ ծարավ պիտի ունենա։ Ուրեմն սա երկրորդ կետն է, ապաշխարած մարդու։ Եվ նոր երրորդ կետը, եղբայրները եւ քույրերը նրա համար ամենահարազատ մարդիկ են դառնում։ Հասկանալի է, նրա համար ամենահարազատը դառնում են Քրիստոսով եղբայրները եւ քույրերը։ Այս երեք կետերը, եթե աղոթքի կյանքը, Աստծո խոսքի ընթերցելը իր կյանքում բացակայում է, այստեղ պետք է կասկածել այդ անձնավորության ապաշխարած լինելու մասին, որովհետեւ ապաշխարած ու վերստին ծնված մարդը իր սիրտը ամբողջովին տալիս է Աստծո խոսքին, նա ուզում է թափանցել Աստծո խոսքի ճշմարտությունների մեջ, նա ուզում է ավելի խորանալ, ավելի հաստատվել Տիրոջ խոսքի մեջ, նա ուզում է Աստծո կամքը ավելի ճանաչել ու կատարել դրանք։ Եթե իր անհատական կյանքի մեջ չկան Աստծո խոսքի մեջ գնալու խորը ծարավ ու փափագ եւ աղոթքի կյանք, այսպիսի մարդը դեռ չի ապաշխարել։ Այս ամենի փոխարեն այսօր ավետարանական եկեղեցիներից որոշ եկեղեցիների մասին է խոսքը, վրիպելով այս իմ թվարկած կետերը, համարում են ապաշխարություն հետևյալը։ Ուշադրություն դարձրեք, հիմա ինչը չէ ապաշխարություն, բայց այսօր քո եկեղեցում, այնտեղ, որտեղ դու ես գտնվում, քննիր ու տես։ Եթե այսպես են վարվում, ուրեմն դու մի միջավայրում ես գտնվում, որտեղ ապաշխարության վարդապետությունը ճիշտ հիմքի վրա չէ։ Ինչ է ասելիքս։ Շատ եկեղեցիներում ապաշխարություն քարոզում են, սակայն այդ ապաշխարությունը ինչ է։ Անհատը հաճախում է նորադարձների ժողով։ Սա դեռ հիմք չէ, որ եթե մեկը արդեն հաճախում է որևէ ժողովի, արդեն ապաշխարել է։ Երկրորդ, շրթունքներով մեղավորի աղոթք արել է ինքը, ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես իր փրկիչը։ Սա էլ դեռ հիմք չի, որ ինքն ապաշխարել է։ Երրորդ, կատարել է խոստովանություն եւ հնազանդ է Հովին, պատրաստ է Հովի ասածը ինչ ասի կատարի։ Սա էլ դեռ հիմք չէ, որ ինքն ապաշխարել է։ Չորրորդ, չկան ապաշխարության պտուղներ։ Ասենք ինչ որ մեկի հետ գողացել է, ինչ որ մեկի հետ հարց չի, ներել է պետք, վերադարձնել է պետք եւ այլն, մարդու խշմտանքը չի աշխատում այս ուղղությամբ եւ ինքը ապաշխարության պտուղներ չունի։ Հինգերորդ, ունի մակերեսային ուրախություն, քանի որ հաճելի է հավատացյալների միջավայրում։ Ժպտում է, ուրախ է, շատ զվարճալի, ասենք այդպես մի իրավիճակում է հայտնվել, մանավանդ եթե կա նաեւ երաժշտություն եւ այլն։ Սա էլ դեռ չի խոսում, որ եթե ինքը արդեն նախկինում, ասենք օրինակի համար դիսկոտեկաներ չէր գնում եւ այլն, հիմա գտնվում է մի միջավայրում, որտեղ հաճելի երաժշտություն կա, հաճելի միջավայր կա, մեդիտացիոն ինչ որ մի հատ process-ներ կան, որի մեջ ինքը ֆիզիկապես սկսել է լավ զգալ, հոգեպես լավ զգալ եւ ձգտում է միշտ այդ միջավայրերում լինել, սա դեռ չի նշանակում, որ ինքը ապաշխարել է։ 6-րդ, ներքին մղում չունի սուրբ գիրք կարդալու։ Ամիսներ հաճախում է եկեղեցի, բայց սուրբ գիրք չի կարդում։ Սեներ, ես քիչ առաջ ասեցի, որակական այն հատկանիշը, որ մարդը, որ ապաշխարել է ու վերստին ծնվել է, իր էությունը արդեն այլևս ինչին է ավելի մեծ հակում ունենում։ Աստծո խոսքի մեջ գնալու եւ աղոթքի կյանք ապրել, բայց այս մարդը չի կարդում սուրբ գիրք։ Եվ աղոթքի կյանք էլ չի ապրում։ Զգուշացեք այդպիսի մարդկանցից։ Նրանք վերստին ծնունդ չունեն։ Ուրեմն չի դավանում նաև իր հավատքը, ամաչում է իր հավատքը դավանելուց։ Աստծո խոսքը ասում է այդ մասին, ով որ նրան ամոթ համարի, Աստված էլ նրան ամոթ կամե։ Վերջերս գիտեք ինչ եմ լսում։ Եպիսկոպոս մարդը քարոզում է եւ մյուս հովիվներն էլ եպիսկոպոսի խոսքերը լսում են եւ մի քանի րոպեանոց ռիլերով եւ այլն տեղադրում են։ Եվ ինչ են տեղադրում։ Մի ամաչեք դավանել Հիսուս Քրիստոսը սիրելիս, դու դեդ մարդուն մի ամաչիր ասելով նրան չես կարողանալու քաջացնել, որ ինքը դավանի։ Ինքը ոնց չամաչի, երբ որ վերստին չի ծնված, ինչի չամաչի։ Իսկ վերստին ծնվածին պետք չի ասել մի ամաչի։
Նա իր մեջ այդ կյանքը կրելով արդեն ինքնաբուխ կերպով ինքնապրելու է այդ կյանքը։ Բայց ես ապշում եմ, երբ որ եպիսկոպոսն ասում է կամ մյուսներն ասում են, դուրս եկեք, մի ամաչեք, դավանեք, մարդիկ իրանց անարագությունից չեն ամաչում, իսկ դուք ամաչում եք քրիստոնեություն դավանեք եւ այլն։ Եթե դու մարդով պետք է չամաչես ու քրիստոնեություն քարոզես, դա մի հատ խանդավառություն է, ժամանակավոր էֆեկտ է քո կյանքում եւ դու խաբված ապրելու ես։ Դու պետք է մտածես սրա մասին, որ դու ինչու չես կարող քո ներքին այդ հրաշքի վերստին ծնունդի այդ ուրախությունը հարուցյալ Հիսուսի կյանքը որ քո մեջ կրում ես, ինչու դա չունես ու չես կարող մարդկանց մեջ գնալ։ Թե չենես շուրթերով ասել, գիտեք, Քրիստոս կա, ապաշխարեք եւ այլն, դրանք ոչ մի արդյունք էլ չեն կարող տալ։ Ուրեմն դավանել է պետք Քրիստոսի անունը, եւ եթե մեկը չի կարող դավանել եւ դա կապում է իր կնոջ հետ, ամուսնու հետ, ընտանիքի որևէ անդամների հետ, ինքը չի կարող դավանել Տիրոջ անունը, այսպիսի անձնավորությունը վերստին չի ծնվել, նա երկնքի համը չի առել։ Պետք չէ որ այս անձնավորությունը քաջալերել եւ ասել գնա եւ արհեստականորեն որ ինքը ինչ որ մի բաներ փորձի անել։ Եվ այսպես ապաշխարությանը անմիջապես հաջորդում է նաեւ մկրտությունը։ Տեսնենք թե եկեղեցիներում մկրտությունը ինչպես է կատարվում եւ օրիգինալը նայենք Սուրբ Գրքի ինչպես պիտի կատարվի։ Ապաշխարած եւ վերստին ծնված մարդը ոչ միայն քարոզներից է հասկանում, որ իրեն հարկավոր է ջրով մկրտվել, ուշադիր լսեք։ Նրան ջրով մկրտության չեն մղում քարոզիչներն ու ասում, տեսեք Պետրոսը ասեց, ապաշխարեցեք, մկրտվեցեք եւ Սուրբ Հոգու պարգևը կառնեք։ Դա էլ է լսում ինքը, բայց միաժամանակ այս անձնավորությունը անձամբ է Սուրբ Գրքից հասկանում, որ Տեր Հիսուսն ասել էր, ով որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի։ Նա հասկանում է մկրտության խորհուրդը կարևորվում է եւ ահա ինքը կարիք ունի հասկանալու ինչ բան է մկրտություն։ Այսպիսի հավատացյալը խորհուրդը սկսում է հասկանալ շատ ավելի։ Ինչ է իրեն բացվում։ Ես հիմա օրիգինալ Աստծո խոսքի շրջանակներից ուղղակի կներկայացնեմ ինչ է մկրտությունը եւ օրիգինալ կերպով ընկալում է մկրտվողի ինչը պետք է լինի եւ շարժիթը որը պիտի լինի։ Մարդիկ այսօր մկրտվում են տարբեր շարժանիթներով, երիտասարդը մկրտվում է ընդամենը ամուսնանալու նպատակով գուցե, որովհետև իրեն ասել են դու պիտի մկրտվես, որ ամուսնանաս, մեկը մկրտվում է Աստծո կամքը կատարելու, որ հանկարծ դժոխք չընկնի, այդպիսի գաղափարով է մկրտվում, մյուսը մկրտվում է, որովհետև մեգա եկեղեցու, լավ եկեղեցու ինչ որ անդամ պիտի դառնա, իր հարցերը կլուծեն, օգնություններ կտան, ինչ կանեն, ինքը մենակ էր, հիմա ունի շատ եղբայր քույրեր եւ այդ շարժառիթներով է մկրտվում։ Սակայն Աստծո խոսքն ասում է թաղվելով ջրում թաղվում է Քրիստոսի մահվան օրինակով եւ ջրից դուրս գալով Քրիստոսի մեջ հարություն առած կյանքի նորոգության մեջ պետք է ման գանա։ Ուրեմն նա համաձայնվում է խաչի վրա իրեն մեռած տեսնել եւ որպես մեռած մարդ համաձայնվում է որ իրեն տանեն թաղեն։ Ու ես զարմանում եմ, երբ որ շատ եկեղեցիներում ասում են դու դեռ պատրաստ չես մկրտվելու։ Սեներ, եթե ձեզ ասում են դու դեռ պատրաստ չես մկրտվելու, դուք այդ եկեղեցին լքեք։ Որովհետեւ պետք չի պատրաստվել մկրտվելու։ Պետք չի, մեռած մարդը ինչին է պատրաստվում։ Մեռած մարդուն տանում են թաղում են։ Նշանակում է այդ եկեղեցում վարդապետությունը Քրիստոսի ապաշխարության վերաբերյալ ճիշտ հիմքի վրա չի դրված, չի կարելի ասել դու դեռ պատրաստ չես, մենք քեզ չենք մկրտում։ Հովիվ կամ մկրտող, դու պետք է տեսնես մարդու սրտում, եթե այդ հրաշքը տեղի է ունեցել, առավել եւս եթե անձը Սուրբ Հոգով է մկրտվել, դու ով ես, որ իրան ասես դու պատրաստ չես, դու պետք է Աստծո խոսքից ներկայացնես, որ համաձայն SSS կետերի Ինչպես մենք տեսնում ենք առաջին օրը մկրտվեցին մարդիկ Կորնելիոսի տանը Պետրոսի քարոզի ժամանակ դուք ընդամենը ամիսներ շարունակ նորադարձների մեջ եք հրավիրում ձեր պես դարձնելու անձնավորությունը նոր տանելու ջուրը մտցնելու Եվ հիմա քիչ հետո կկարդանք թե ինչն է որ մկրտություն չէ եւ դա իրոք սուրբգրային մկրտություն չէ եւ Աստծո առաջ զզվելի է եւ անհաճելի է Ես այդպիսի մկրտություններ շատ եմ տեսել, երբ որ ծովափներում ավետարան են քարոզել, գարեջուրը խմող անձնավորությունը լսել է իբր Աստծո խոսք, ինքը իր համար արևահարվում էր, մերկ վիճակում, չգիտեմ, սպիտակ շորեր հագցրին, իրանց ծովը լցրեցին, մկրտեցին ու շորերը հանեցին, քարոզիչները գնացին, իսկ սրանք սկսեցին իրենց գարեջուրը շարունակել խմել։ Ես մոտեցա քարոզիչներին ու ասում եմ, «Մեզ ինչ եք անում»։ Ասում եմ, հիմա այն մարդիկ ապաշխարեցին, ասում են, մենք արեցինք այն ինչ որ Պետրոսն արեց։
Մնացածը մեր գործը չի, ասում են, բայց գրված է, չէ, հետևում են առաքյալների վարդան, չէ, ասում են, այդ մեր գործը չի, թող իրանք արդեն հաշիվ տան իրանց համար։ Ինչպիսի զավեշտի է հասել մկրտությունները ընդհանրապես։ Ուրեմն ինչ է նշանակում մկրտություն ճշմարիտ դարձ ապրած ապաշխարած վերստին ծնված մարդու համար։ Նա արդեն զզվում եւ գարշում է իր հին բնությունից եւ վաղուց ցանկանում է հրաժեշտ տալ, որը կարծես շղթայով իր ոտքի հետ կապած է դիակին իր հետ քարշ տալիս, որովհետև ինքը նոր մարդ է դարձել, վերստին ծնվել է իր ներսում մարդ գոյություն ունի, որը հավանում է Աստծո օրենքը, բայց դեռևս ինքը քարշ է տալիս իր հետ, այսպես ասենք, հին բնությունը։ Եվ այստեղ հավատք է պետք, որ Հռոմեացից 6:6-ը հայտնություն ունենա, այս իմանանք, որ մեր հին մարդը խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի։ Եթե դու հավատքով վերստին ծնունդ ունեցել ես արդեն, Սուրբ Հոգին եկել է քո մեջ, քեզ բավարար է, որ բացատրվի, որ գիտես ինչ սիրելիս, այսուհետ երբ որ դու ուզում ես ապրել Աստծուն հաճելի կյանք, քեզ պետք է ջրով մկրտվել, որպեսզի իրապես հավատքով տեսնես քո թաղումը Քրիստոսի խաչի մեջ, Քրիստոսի անձի մեջ գերեզման դրվելը եւ Քրիստոսի մեջ հարություն առնելը դու պիտի դավանես, որպեսզի քո հոգուտ եւ խշմտանքիդ մեջ հրաժեշտ տաս քո ամբողջ հին էությանը եւ կյանքի նորոգության մեջ պտտես։ Ինչպես Հռոմեացիս 12:1-ն ասում է, որ ձեր մարմինները ներկայացնեք իբրև կենդանի զոհ, որը ձեր բանավոր պաշտոնը, եւ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք, որպեսզի իմանաք ինչ է Աստծո կամքը, բարի, հաճելի եւ կատարյալ։ Սա հավատքի հետ գործ ունեցող բան է եւ վերստին ծնված անձնավորությունը իրոք արժան է, որ ինքը գնա այս քայլին հավատքով ընդունելով իր մահը Քրիստոսի խաչի վրա, մահվան օրինակով գերեզմանի մեջ թաղվելու օրինակով ինքը թաղվում է ջրում, հրաժարվում հնից ամբողջ եւ ջրից դուրս է գալի հարություն առած Հիսուս Քրիստոսի անձի մեջ եւ կյանքի նորոգության մեջ պիտի պտտի։ Հիմա այս ամենը եթե տեղի ունեցել հավատքով մարդու կյանքում, ամեն ինչ հրաշալի է։ Եվ ինչ է տեղի ունենում շարունակության մեջ, նա այո դառնում է Քրիստոսի ընտանիքի անդամ, Քրիստոսի եկեղեցու անդամ է դառնում, շատ ճիշտ է։ Եվ երկրորդ, համաձայն Սուրբ Գրքի պետք է նա մկրտվի անշուշտ գետում, գետի մեջ պետք է մկրտությունը տեղի ունենա։ Դուք Սուրբ Գրքում ոչ միտեղ ինձ չեք կարող նոր կտականում ցույց տալ միտեղ, որ մկրտությունը տեղի է ունեցել այլտեղ։ Երորդ, մկրտողը պետք է մկրտվողի ուսուցիչը դառնա եւ նրա վարդապետը լինի։ Մկրտողը պետք է մկրտվողի ուսուցիչն ու վարդապետը լինի մինչև մկրտությունը եւ մկրտությունից հետո էլ պիտի սովորեցնի, ինչպես գրված է, աշակերտեցեք, մկրտեցեք եւ սովորեցրեք։ Չի կարող մեկը աշակերտել մեկին, մկրտել եւ դրանից ձեռք քաշել եւ ասել գնա քեզ ուրիշը պիտի սովորեցնի։ Աշակերտը պիտի վարդապետին ճանաչի, Հովանեսի մոտ գնացող մկրտվողները կոչվում են Հովանեսի աշակերտներ։ Այնպես որ եթե իրապես ճիշտ է մկրտությունը տեղի ունենում, անձնավորությունը շարունակում է իր ուսուցումը այն մկրտողի հետ ունենալով շփումներ, ով որ իրան մկրտել է, չի կարող որևէ մի հովիվ, որևէ եկեղեցու, որ չի ճանաչում այսինչ եկեղեցու անդամին նրան մկրտի, սա հակա Սուրբ գրային է։ Սա մի հատ ծես չի, որ պետք է հարանվանության մեջ տարբեր հովիվներ, տարբեր եկեղեցիներ, քանի որ ավակների անուն են վաստակեն, իրենք այդ գործողությունը կատարեն։ Սա Սուրբ գրային չէ։ Քարոզիչը, ով որ քարոզում է, մարդիկ, որ ապաշխարում են, ինքն անմիջապես Աստծո կամքը հայտնում է իրանց եւ մարդիկ ընդունում են, ինքն էլ մկրտում է, ինքը պարտավորվում է հետագայում էլ նրանց ուսուցանից։ Ցավոք սրտի, հարյուրավոր մարդիկ են մկրտել, որ այսօրվա դրությամբ ինձ որպես իրենց ուսուցիչ ու վարդապետ դեռևս չեն ճանաչում, որովհետեւ կրոնական սովորույթի համաձայն իրենց եկեղեցիներում իրենք ունեն ավակ եղբայրներ, որոնք քարոզում են, բայց ասենք այդ ուսուցչությունն ու վարդապետությունը, որ իրենց պիտի իրանք այդպես էլ չեն ստանում։ Եվ այսպես այս երեք կետերը մենք ձեզ ներկայացրեցինք, հիմա ես ուզում եմ ոչ սուրբ գրային մկրտությունների մասին խոսել, որ այսօր համատարած շատ եկեղեցիներում տեղի ունեն, իսկ դու շատիր լսի ու տես ինչ եկեղեցում ես գտնվում։ Եվ եթե անկեղծ ես Աստծո խոսքը սերտելու մեջ, ապա ես նորից եմ կրկնում, գուցեև քո համար անակնկալ լինի սրանք եւ գուցեև փոխի քո պատկերացումը, իսկ գուցեև ասես վերջապես գտա այն ինչ որ պետք էր, որովհետև Աստծո խոսքին ես դու շատիր հետևում։
Ուրեմն ոչ սուրբգրային մկրտություն է այն, որ մկրտվողին մղում են մկրտվելու սպասավորները։ Մղումը չի գնում ներքու Սուրբ Հոգուց, մարդու խշմտանքի մեջ մարդու ներքին որոշումը չի, այլ նրան մղում են մկրտվելու սպասավորները։ Սա մի հատ արհեստական չորուցամակ ծես է, բացում են գիրքը, կարդայես իր տեղը, հա, մկրտություն պետք է անել քեզ։ Մկրտություն դու արդեն մեր եկեղեցում սովորություններին, կարգերին արդեն ծանոթ ես եւ բավարար ես դու արդեն, որպեսզի մկրտվես ու տանում են մկրտում, դու պատրաստ ես։ Երկրորդ, նորադաշտների ժողովների մասնակցությունը հիմք է մկրտվելու համար։ Եթե մեկը նորադաշտների ժողովին չի մասնակցում ամիսներ կամ չգիտեմ ինչքան ժամանակ, որում իրանք ընդամենը ինչ են անում, մարդկային ուղեղը, էությունը, աբրաբոտկա են անում եւ եկեղեցու բարքերին, կարգերին, սովորություններին ներկայացնելով այդ ամենի ընդունումը, այդ ամենի ժամանակի մեջ տեսնելով, որ փոխեցին, իրանց նման դարձավ, արդեն տանում են մկրտելու։ Սա կատարվում է գրեթե բոլոր եկեղեցիներում։ Երրորդ, այսինքն եթե մեր նման չես մկրտվելու։ Աշխարհային սովորություն եկեղեցիներում այս կետի վրա ուշադրություն չեն դարձնում, որ ապաշխարած մարդու կենսաձևը աշխարհից պիտի փոխվի։ Նրանց համար էական չէ, թե այս անձնավորությունը ինչ տեսքով եկավ եկեղեցի, ինչ բարքերով, ինչ աշխատանք ուներ անգամ, պատկերացնում եք, ինչ աշխատանք ուներ աշխարհում, որովհետև հաճախ որոշ աշխատանքներ կան, որոնք էլ Աստծուն հաճելի չեն եւ եթե մարդն ապաշխարում է, նույնիսկ այդ աշխատանքները պիտի թողեր։ Ես քիչ հետո դրա մասին էլ կխոսեմ, որ շատ մեծ տարածում է գտնում ազատորեն մարդկանց տանել ջուրը մտցնել, հանել ու անվանել, որ դուք արդեն ապաշխարել, վերստին ծնվել եւ ջրով էլ մկրտեցինք ձեզ։ Դուք արդեն Աստծո որդին եք։ Դու տասնյակ հազարներով են այս մկրտությունը անում։ Հատկապես այս երրորդ կետը մեր աշխարհային ցանկություններից, սովորություններից մարդիկ չեն հրաժարվել։ Եվ սա միայն չի վերաբերում վատ սովորություններից արտաքնապես, որ բոլոր եկեղեցիներում գրեթե դա են բավարար համարում, չի ծխում, չի խմում, ուրեմն ապաշխարումա տանենք մկրտենք, չէ, սրանցից ավելի խորքային բաներ կան, որոնցից մարդը դեռևս չի հրաժարվել, բայց դրանց տարել եք եւ մկրտել եք։ Ուրեմն չորրորդ կետը բացատրել թե որն է մեղքը եւ որը չէ, ինչ պետք է անել, ինչ պետք է չանել։ Եթե սա անում է հովիվը եւ պատրաստում է իբրև թե մկրտվողին, թե ինքն ինչ մեղքերի մեջ է, նստում փորփրում է այդ մարդու կյանքն է թափանցում, սկսում է կորզել խոստովանություններ եւ այս մարդուն միջև վերջը ուղնուծուց այդպես ասած հանում դենա շպրտում իբրև թե մտածելով որ ինքը արդեն կատարեց մի գործ եւ այս մարդն արդեն պատրաստ է, որովհետեւ խոստովանությունը դա էր, իսկ մեծամասամբ երբ մարդիկ առանձնանում են օրենների հետ, հույվը հարցեր է տալիս, նա պատասխանում է, հարցեր է տալիս, սա խոստովանություն չէ։ Խոստովանությունը տեղի ունենում ինքնաբուխ, հրապարակավ խոստովանության վարդապետության մասին մարդը քարոզիչը պետք է ներկայացնի, որ երբ Աստծո լույսը ծագում է մարդու մեջ, երբ Աստծո Սուրբ Հոգին պարուրում է իրան, մարդու մեջ արթնանում է մեղքի գիտակցություն, որովհետև գրված է Սուրբ Հոգին որ գա, նա պիտի աշխարհը հանդիմանի մեղքի համար։ Իսկ եթե մենք ենք անմիջականորեն մասնակցում մեղքի գիտակցմանը, այո, մենք կարող ենք որոշակի ուղղություններ տալ, բայց մենք չէ, որ հիմնականում պիտի ասենք, այսա մեղք ես գործել, սա չէ, այս մեկից հրաժարվի են, մեկից չէ, ես հիշում եմ։ Մեր սերունդի հավատացյալներից շատերը այնպիսի բաներ էին հովիվներն ասում մեղք կա, որ բոլորովին էլ այսօր մեղք չի։ Եվ անմիտ տեղը մարդիկ հալածվել են շատ բաների համար, որոնք իրականում մեղքեր էլ չեն եղել։ Եվ դրանք ճիշտ հակառակ այն բաները, որոնք մեղք են եղել, նույնիսկ դրանք մեղք չեն համարվել։ Ինչու՞, որովհետև մեղքի գիտակցման խնդիրը լուծել է մարդը, այսինքն Սուրբ Հոգու դեր է կատարել։ Մինչդեռ մարդուն պետք է քարոզել մաքուր ավետարան, որ մարդն ինքնաբուխ կերպով իր խշմտանքի վրա Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին ներազդելով, իր աղոթքի կյանքի մեջ իրան ներսում հասունանա այդ պահը եւ ինքը իմանա, որ մի հատ բեռ է կրում եւ ուզում է դրանից ազատվել։ Եվ ոչ թե սկզբում մարդուն բերել մի հատ սուրբ գրային ճանաչողության, ել չեմ ասում, որ շատ-շատերի մտքերը պղտորվում են, երբ որ հովիվը առանձին խոսում է այնպիսի մեղքերի մասին, որ այս մարդը այդ մեղքերի իր մտքում անգամ չի ունեցել եւ պղտորվում է անգամ իր միտքը։ Որովհետեւ իրանք մեղքերի ցուցակ ունեն եւ այդ ցուցակով են սկսում առաջնորդվել կարծես։ Սա ոչ սուրբ գրային մոտեցումը ընդհանրապես մկրտության հետ կապված անձնավորության հետ աշխատանք տանելու կամ ընդհանրապես նորադարձի հետ աշխատանք տանելու հարցում։
5-րդ կետ կարևորվում է ոչ թե հավատքով վերստին ծնվելու նշանները, այլ եկեղեցու անդամ դառնալը։ Իրենց շարքերը ավելի լրացնելու համար ես լսել եմ հովիվ եղբայրը հավատացյալ քույր եղբայրներին ասում է ձեր հարևաններին բերեք մկրտենք։ Ես ասեմ, ընդ որում այդ հովիվը ով որ այդպես ասել ինքը բավականին էլ հայտնի է համարվում մեր երկրում։ Եվ ինչ են անում, 1-2 տանում են, երկրորդ օրը ընդունել ես, ընդունել է ու տարան ջրով մկրտեցին, ուր է այդ մարդը, այսօր հարբեցող է, այսօր աշխարհում անորից։ Հասկանում եք ինչքան են եկեղեցու թիվը ավելացնելու կամ ինչ որ ուրիշ շարժարիտներով կամ ինչքան որ իրանք են ընկալել, այսպես զավեշտի հասցրել ջրով մկրտության այդ խորհուրդը։ 6-րդ կետ Աստծուն եւ նրա խոսքին անհաճելի աշխատանքները, ինչպես ես ասացի, եւ կենցաղվարությունը չի փոխվում իրենց։ Դերասանուհին ապաշխարում է, քույրիկը ապաշխարում է, ասում են ոչինչ, դա քո արհեստն է, դու կարող ես բեմի վրա համբուրվել, էս էլ անել, են էլ անել, ֆիլմերում են նկարվել, անպարկեշտ ասենք տեսքեր էլ ունենա, դա քո աշխատանքն է, դու ոչ մի բան էլ չի։ Կամ եթե դու օրինակ մոդել ես, աշխարհը ուզում է քեզ տեսնի, դու ուզում ես աշխարհին հաճելի լինել, գրավիչ դառնալ, դա քո աշխատանքն է, ոչ մի խնդիր չկա։ Դու ինչի՞ս պահպանողական 50-ականներին լսում։ Այն 50-ականներն էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ են, սկսում են ժողովրդին արդեն նորաձևությամբ իրենց եկեղեցական սովորույթի համաձայն մշակել, թե ինչքան երկար հագնեն, ինչ հագնեն, ինչ չհագնեն եւ այլն։ Այսպիսի մղումներով են յուրաքանչյուր եկեղեցի այդպես հաճեցնում ներքին, ասենք իրենց եկեղեցու կարգով այն կենցաղվարությունը, որը իրանք են համարում, որ ճիշտ է։ Խարիզմատ շարժումը լրիվ ազատություն տալով ծիծաղում պահպանողականի վրա, որ ինքն ավելի ազատ է, քան նրանք, որոնք այդ մեծ բեռը եւ լուծը իրանց վրա են կրում, թե մեկը, թե մյուսը սուր գրային հիմքեր չունեն, որովհետեւ եթե դուք եք հագցնում ու հանում, այդ դեպքում դուք էլ հաշիվ կտաք Աստծո առաջ, ով սպասավորներ, որոնք իսկապես մարդկանց այսօր կենցաղն են հսկում, թե իրանք ոնց ապրեն, չեմ ասում ընտանեկան, ամուսնական խնդիրներում, երբ որ եղբայրը իրավունք չունի ամուսնացած քույրիկի հետ նստի եւ առանձին ինչ որ բաներ խոսի իր հետ։ Եթե ամուսնացածը ամուսինը հավատացյալ է, երկուսի հետ խոսիր, եղբայր, դու իրավունք չունես քույրիկի հետ առանձին խոսել։ Եվ ավելին, եթե հարցեր կան, ապա 60-ն անց մի հատ քույրիկ կա, եկեղեցուն պիտի որոշել այդպեսին, ինչպես գրված է, որ մատղաշ կանանց ինքը խրատի, մատղաշ կանանց խրատող քույրիկ կա, որը առաջացած տարեկում է, պարկեշտ է ինքը, սուրբ է ինքը, իր մղումները ամբողջովին Աստծուն է տրված, ցերեկ ու գիշեր Տիրոջմով է ապրում ինքը, եւ այդպիսի անձնավորությունը եկեղեցուն պարգև այդ հարցերով պիտի ինքը զբաղվի։ Այ դուք շատ հաճախ հայզմատներ ուզում են դուք լսեք, քույրիկի ծառայություն եք ուզում շատ ունենալ, ունեցեք մանատիպ ասենք քույրեր, ասած տարիքում, որոնք եկեղեցու մայրեր եւ հոգատար ասենք անձիկ կլինեն բոլոր այն քույրերի համար, որոնք կարիք ունեն նման սպասավորությունների։ 7-րդ Որությունը ինքն ասում է, որ ես ինչ արհեստ ունեմ, ես ինչ աշխատանքն եմ կատարում, ես մեկն եմ կատարում, այն մեկը անգամ ավելին, ես մի հովի հետ խոսում եմ, ասում եմ, լավ, Ամերիկայում ապաշխարեց դահիճ, էլեկտրական աթոռի վրա նստեցնում էին մահապարտին, ինքը ռուբիլնիկը քաշում էր, մարդը մոխրանում էր։ Ինքը վերստին ծնվել է, սուրբ հոգով մկրտվել է, բայց դա իր աշխատանքն է, ինչի պիտի թողի։ Ասում եմ, ոնց ինքը սպանություն չի անում հիմա, չէ, ասում է, դա իր աշխատանքն է։ Դուք պատկերացնում եք ուր ենք հասել։ Մենք 21-րդ դարում արդեն ավետարանը նորովի ենք ուզում գրած լինել եւ մատուցել հասարակությանը, որ գիտեք ինչ կա, մենք շատ ավելի խելացի ենք հիմա։ Մենք ձեր չենք տալիս ձեր աշխարհային սովորությանը, ձեր կենցաղվարությանը եւ դուք ճիշտ եք անում, որ հիմա շարունակում եք նորից ձեր հին կենցաղվարությամբ ապրելը, որովհետեւ դուք պիտի վերջը վաստակեք, փող աշխատեք։ Կարող եմ շատ ավելի խոնանալ հարցերի մեջ ու բարձաբանել ձեզ, թե ինչ ոլորտներ կան, որ այսօր խարիզմատ շարժման մեջ, ասենք շատերը, որ ներգրավված են, հենց միայն պատճառը սա է, որ նաև իրենք աշխարհի հետ խնամություն անելը իրենց հարմար են գտնում եւ շատ տաքուկ անկյուն են գտել իրանք այդտեղ, որտեղ ոչ մեկը չի ասում, որ դու այս կետում սուրբ գրային հիմքի վրա չես։ Օրինակ ես պատմությունից ասեմ, առաջի դարում, եթե որևէ մեկը փող էր վաստակում գլադիատորությամբ, նրան եկեղեցուց դուրս էին անում։ Եթե ինքը պետք է արենայում ինքը արջ սպաներ եւ դրա դիմաց փող վաստակեր, իսկ այդպիսի պատմական ինֆորմացիաներ ունենք,
գոյություն ունի Դիդախե 12-ի ուսմունք, առաջի դարի ապոկրիֆ ասենք գիրքա, որտեղ գրված է թե քրիստոնյային ինչը չէր վայել առաջի դարում։ Երկրորդ, եթե դու քարտաշ ես շատ լավ վարպետ ես, բայց Զևսի համար տաճար ես շինում, եկեղեցին քեզ հաղորդություն չէր տալիս, դուրս էր անում, նշանակում էր քեզ, որովհետև դու կռատուն ես շինում։ Օ, եթե այսպես մոտենանք, սեներ, մենք կպարզենք, թե ինչքան հեռու են գնացել մենք առաջի դարից։ Բայց այսօր հարմար են գտել այդպես եւ այդ մարդիկ իրենց հարմար են տեսնում այդ վիճակներում, բայց Աստծո Սուրբ Հոգուց հայան են։ 7-րդը։ Այսօր մկրտությունը տեղի ունենում որտեղ։ Եթե դա մկրտություն կարելի է անվանել, իրենց ձեռքով սարքած ավազաններում։ Հաճախ այդ ավազանները բեմի հենց անմիջապես ներքև ես եղել եմ Շվեդիայում, Ամերիկայում շատ տեղերում, հենց եկեղեցու մերսում, այստեղ մեր մոտ են սկսել երևի թե արդեն այդպես շարժվել, քաղաքակիրթ ենք դառնում, դեպի Եվրոպա են գնում, բայց իհարկե մարդիկ վաղուց են մտածել դրա մասին, ինչի համար հասնել գետ։ Մենք մի հատ ավազան շինենք, հենց մեր մեջ էլ այդ մկրտությունը կանենք։ Ուրեմն ավազանային մկրտությունը սուրբգրային հիմք չունի, որովհետև ինչպես ասացինք, մկրտությունը պետք է տեղի ունենա գետում։ 8-րդ, մկրտողը ոչ մի պարտավորություն չի կրում մկրտվողի կյանքում։ Նա մկրտեց ու վերջ, նա պարտավորություն չի կրում նրա կյանքի համար, ոչ ուսուցիչ, ոչ վարդապետ։ Այդպիսին չի կարող ինքը լինել։ Նա հանձնում է մեկ ուրիշին, մտածում են այսպես, միթե ամենքն են վարդապետ, միթե ամենքն են ավետարանիչ եւ այլն։ Սեներ ոչ, բայց նա ով որ մկրտում է, իսկ ավետարանիչը մկրտում է, առաքյալը մկրտում է։ Եվ վերջապես նա էլ որ սովորեցնում է վարդապետը, որ սովորեցնում է եկեղեցում, դարձյալ այս անձնավորության ուսուցումը կարող է բերել մի վիճակի, որ ինքը ինչպես սովորեցրել է, նաև հետագայում էլ սովորեցնելու իշխանություն ունի, նա էլ կարող է մկրտություն անել։ Այնպես որ երբ որ մենք խոսում ենք այդ մասին, որ սպասավորը, քարոզիչը, ավետարանիչը ինքը մկրտություն է կատարում, ես ասեմ ձեզ, երբ որ արտասահման էի գնում, իմ փաստաթղթի մեջ եկեղեցին պեչատով հաստատում էր, որ մենք ձեզ ենք ուղարկում մեր ավետարանիչ եղբորը, ոչ թե օրինակ սարկավակ եղբորը։ Եթե ես ավետարանիչ եմ, ապա ավետարանիչը նույնիսկ հովիվ կարող է ձեռնադրել, որովհետև եթե հաջորդաբար մենք նայենք Եփեսացիս թղթում, թե առաջին առաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ ավետարանիչներ, չորրորդ վարդապետներ եւ հովիներ հերթականությունը չխախտենք, ապա մենք տեսնում ենք, որ ավետարանիչը որտեղ որ քարոզում էր, առաքյալը հորդորում էր, որ ամեն քաղաքներում որտեղ քարոզվեց, Տիտոսին ասում է, որ ինքը հովիվներ ձեռնադրի նաեւ։ Բայց մենք տեսնում ենք մեր մոտ ինչ որ ասենք մեր եկեղեցական ասենք հիերարխիայի մասին դեռ կխոսեմ, աստիճանակարգի եկեղեցու դեռ կխոսեմ, որովհետև մենք դեռ շատ նյութեր ունենք։ Մենք պետք է խոսենք դեռ հաղորդության մասին, եկեղեցական աստիճանակարգի, խոստովանության, տասանորդի, եկեղեցու կողմից տուժերի մասին, պաշտամունքի կարգի մասին, ամուսնության մասին, պարգևների մասին, վերջապես կանանց մասին եւ նաեւ պիտի խոսենք սովորությունների մասին, փողկապ, գլխաշորի կապել, հագուստ, մազեր, մատաղի միս, խունկ ծխել, ժողովարաններ, խոր, մանկական ժողովներ, պատվելի դարձնել, սպիտակ փողկապ, վերջապես այս հարցերը բոլորը ունենք եւ դրանք պետք է արտարծել։ Մի հատ նայենք Աստծո խոսքով, ժողովուրդ ջան։ Լավ, ինչքան կարելի է իսկապես Աստծո խոսքը մեկ կողմ դնել ու հարմար տակ ու կանկյուն գտնել ու այդպես մոլորված ապրել ու մի օր էլ քեզ 4 այդպես ասած փայտի տախտակների մեջ արկով դնեն գերեզման ու հայտնի չլինի թե ուր գնացիր դու։ Եվ այսպես եկեք ուրեմն շարունակենք մեր նյութը ու փորձենք հասկանալ նաև հաջորդը մենք այստեղ մկրտությունից հետո ունենք հաղորդություն։ Ինչպես է կատարվում հաղորդությունը համաձայն Սուրբ Գրքի։ Համաձայն Սուրբ Գրքի հաղորդությունը կատարվում է անխմոր հացով, խաղողի գինիով, մեկ գավաթից։ Այո, եղել եմ շատ տեղերում դրսում են հաղորդություններ են մատուցել, ես հաղորդություն չեմ ընդունել եւ հիմա կասեմ թե ինչու համար։ Ուրեմն առայժմ խոսում ենք ճշմարիտ սուրբգրային հաղորդության մասին։ Հաղորդությունը դա անբաժանելի մասն է կազմում մեր եկեղեցական կյանքի։ Եվ այդ հաղորդությունը ինչպիսի ժամանակացույցով պիտի կատարվի, դա որոշվում է տվյալ եկեղեցում համաձայնությունով։ Օրինակ առաջի դարում
Եղել է որ ամեն կիրակի օրը հաղորդություն են ունեցել, եղել է ամիսը 1, եղել է ասենք ճանապարհվելուց առաջ ես սպասավորը միտեղ պետք է գնար, ինքը եկեղեցուն հաղորդություն էր տալիս եւ նոր էր շարժվում առաջ։ Դա սուրբ գրային հիմք ունի։ Բայց մենք շարունակենք տեսնենք թե հաղորդության անբաժանելի մասը նաեւ կազմում էր ինչը, դա ոտնլվանն է։ Հիմա կարող եք ասել Վարանաևը եկավ Ուկրաինայում քարոզեց ոտնլվան դեռ չգիտեր ինչ բան է, ինքը Թուրքիայում հանդիպեց, ասենք որոշ քրիստոնեական համայնքների եւ այնտեղ շաբաթապահների մեջ էր, թե ասենք բոգոմիլների մեջ էր, հանդիպեց այդ համայնքում ոտնլվան գեղեցիկ արարողություններ, հետո պետք չի դա ընդամենը օրինակ էր եւ իրանք հիմա ոտնլվան չեն անում։ Նույնիսկ հակահիգենիկ են համարում։ Բայց դա օրինակ է, որ Տերն ասեց, առանց նայելու Սուրբ գրքին, որ Տեր Հիսուսն ասեց, ինչպես ես ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է իրարու ոտքերը լվաք։ Պարզագրված։ Չէ, մենք պետք է, եւ Տերն էլ ասեց, եթե սա գիտեք, երանելի է, եթե սա կատարեք։ Եթե սա գիտեք, երանելի է, եթե սա էլ ինչ եք ուզում, էլ ինչ եք հորինում, դա օրինակ է խոնարհության, սիրո եւ այլն, Տերը չասեց, հենց խոնարհվի, բայց ինչ ասեց, որ գրվածը պարզ է ասում։ Դուք էլ պետք է իրարու ոտքերը լվաք, ինչի եք ուզում մեկնել անպայման ուրիշ կերպ, որ քաղաքակիրթ եք համարվում ու չեք էլ ուզում, ասենք, եղբայրը եղբոր, քույրիկը քրոջ, ասենք, ոտքերը լվա։ Հաղորդության մասնակիցը հաղորդություն անցկացնողին մեղքեր չի խոստովանում։ Այսօր այդ կարգը շատ եկեղեցիներում կա, հատկապես հիսունական եկեղեցում միջև խոստովանություն չվերցնեն, հաղորդության չեն թողում մոտենան, ինչի համար են վերցնում, հա, բա որ Տերը խփի, թող խոստովանի եղբայրը, որ Տեր, ո՞ն ինչ եք ուզում անեք, Տիրոջ գործը ուզում եք խափանեք, կամ Սուրբ Հոգու գործն եք ուզում խափանեք, Պետրոսը խաղերով Անանիային ու Սափիրային կարող էր ասել, եկեք մի հատ նստենք, մի բան եմ այդպես հայտնություն ստացել, արեք մի հատ խոսանք, դուք էլ խոստովանեք, ձեզ սպառնում է հենց հիմա հարված Սուրբ Հոգուց, որ ես դեմն առնեմ դրա, այսօր հոյվը դա է ուզում անի։ Ինչ եք խոստովանություն վերցնում հաղորդություն վերցնողից, ինչի չեք թողել, որ ինքը սովորի Տիրոջը խոստովանի իր մեղքերը։ Բա որ խփի Տերը, թող խփի Տերը։ Եկեղեցին կզգաստանա ու կարթնանա։ Չէ, ինչ ես ասում, եղբայր ջան, այդ դեպքում ինչ եք անում դուք։ Դուք սովորեցնում եք մարդկանց, որ հաղորդության ժամանակ գա մեղք խոստովանի, հաղորդություն վերցնի, բջիջ կստանա ու թողի գնա, շարունակի մեղք գործել։ Դուք դա եք սովորեցնում։ Մենք Սուրբ գրքում նման կարգ չենք տեսնում։ Նոր կտակարանյան հովիվներն ու սպասավորները, բացի առաջին խոստովանությունից, որ Հովանեսի մոտ գնում էին խոստովանվում եւ ջրով մկրտվում էին, դրանից հետո մարդկանց սովորեցվում էր, որպիսի իրենք, կարդացեք առաջի գլուխ, առաջի թղթի Հովանու առաջին թղթի առաջի գլուխը եւ այնտեղ պարզ կտեսնեք, որ հովի մասնակցություն չկա խոստովանության պարագայում։ Սովորեցրեք մարդկանց անմիջապես կապվել Աստծո հետ եւ իրենց թողությունը հավատքով Տիրոջից ստանալ, երբ որ խոստովանում են։ Ինչու եք Ահարոնի քահանայությունը շարունակում։ Ինչու եք հին ուխտի քահանայությունը մեջտեղ բերել։ Սա Ահարոնի քահանայությունն է, երբ որ մարդու եւ Աստծո միջև մարդը միջնորդ է հանդիսանում։ Մի արեք այդ բանը։ Հաղորդության մասնակցողը պահպանողական եկեղեցին հաճախ ասում է ծոմով պետք է մասնակցել, իհարկե ծոմով մասնակցելը պարտադիր չէ։ Ինչու՞, որովհետև գրվածն ասում է, որ այդ ընթրիքի ժամանակ երբ որ ուտում էին, Տերը հացն առավ, օրհնեց եւ տվավ իրանց եւ մինչեւ լավ էլ կերել էին, լավ էլ խմել էին ու ոչ մի հատ էլ ծոմով չէին աշակերտները Հիսուսի հետ ընթրիքին մասնակցում։ Ուրեմն ծոմի գաղափար չկա դրված այստեղ։ Իսկ եթե մենք մտածում ենք փեսան վերցվելուց հետո ծոմ պիտի պահենք, պահի, էլի պահի, բայց սա օրենք չէ։ Եթե մեկ ուզում է ծոմով մոտենալ հաղորդության, որովհետև հաղորդության երկու վիճակով է մարդը մոտենում, տոնա դա մեկի համար ցնծությամբ ուրախությամբ է ինքը մոտենում հաղորդությանը, իսկ մյուսը ինքը Աստծո հետ հաղորդվելու համար որոշակի տրտմություն ունի, չգիտեմ ինչ վիճակներ ունի, ինքը ծոմ է վերցնում, որպեսզի կարողանա տոնին մասնակցել, որպեսզի իր տրտմությունը ուրախությամբ փոխվի։ Երկու վիճակն էլ ընդունելի է, բայց ոչ թե օրենք պետք է դնել, որ անպայման ծոմով մոտենալ։ 5-րդ, պաշտամունքի ավարտին բարևում են իրար սրբության համբույրով, եղբայրները եղբայրների հետ, քույրերը քույրերի հետ։ Սա հստակ է, սա հասկանալի է։ Այժմ ես ուզում եմ ցույց տալ ոչ սուրբգրային հաղորդությունը որն է։ Որոշ եկեղեցիներում չեն կարևորում, թե հացը ինչ տեսակի պետք է լինի։
Գարու հաց կլինի, ցորենի հաց կլինի, կապ չունի, խանութի հաց կլինի, թե չէ։ Հիմա ես ձեզ ասեմ, թե ինչու ես հաղորդություն չընդունեցի Շվեդիայում սովորածս ժամանակ։ Վերցրեցին են բուխանկեն, են բոկոն հացը, երկու շարքերով այդպես դահլիճում նստած էին, սենց աղոթեցին, երկու մասի բաժանեցին եւ շպրտեցին այսենց օդի մեջ, մի շարքի մեջ եւ շպրտեցին մյուս շարքի մեջ։ Եվ հերթով վերցրեցին այդ հացը ամեն մի շարքում, սկսեցին ամեն մեկը իր բաժինն ուտելով այդպես գնալ, հետո մատուցեցին ամեն մեկին փոքրիկ այսպես բաժակներով յուրաքանչյուրի համար, ամեն մեկը մի իր բաժիններ ընդունում։ Մենք քիչ առաջ լսեցինք, որ մեկ գավաթից պետք է հաղորդություն ընդունեն, որովհետև Տեր Հիսուսն ասեց. այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովը, քանի անգամ որ խմեք, այսինքն այդ գավաթից խմեք, Տիրոջը մահը պատմեք, մինչև ինքը գա։ Ուրեմն չի կարելի գավաթների բազմազանություն եւ չի կարելի խմորյալ հացով անել, որովհետեւ գրված է տոն կատարենք անխմոր հացով։ Հաղորդության ժամանակ շատ պահպանողական եկեղեցիներ հացը Քրիստոսի մարմնի հրաշագործությամբ մարմին դառնալն են ընդունում, մյուսներն որպես խորհուրդ են ընդունում։ Իհարկե, սա ճիշտ չէ, սա մոլորություն է, գուցե գալիս է կաթոլիկ եկեղեցուց կամ այլ պահպանողական այլ եկեղեցիներից, հացը մնում է հաց, գինին մնում է գինի, որոշներն էլ գինու մեջ հասկանում են ոչ ալկոհոլային, խաղողի այդպես հյութ, ոչ թե ալկոհոլային, ոչ, հենց սովորական գինի է եղել, գինի այն իմաստով, որի մասին մենք խոսել ենք արդեն, մի ամբողջ հաղորդում ունենք դրա մասին, եթե ուզում եք մեր ալիքում գինու մասին խոսել ենք մանրամասն, մոտ 1 ժամանոց հաղորդում ունեմ, կարող եք լսել դրանք։ Եվ այսպես ուրեմն ոչ սուրբ գրային հաղորդության ականատես շատ ենք եղել եւ ես այդ հաղորդությանը իհարկե չեմ մասնակցել, ես դուրս եմ եկել, ավելին երբ որ ինձ ասեց այդ դպրոցի տնօրենը թե ինչու չմասնակցեցիր, ես ասեցի բեմում կանգնած այդ հացը պատրողը ես տեսա իրան 3 անառակություն անելիս։ Եվ պատկերացնում եք ինչի ենք հասել մենք։ Եվ սա քարիզմատ եկեղեցիներն են։ Ես հիմա չեմ ուզում պիտակավորել որևէ մեկին, ես պարզ պատասխանատու հայտարարություններ եմ անում։ Սա իրենց բարքերն է, եւ այսօր մենք հետամնաց ենք համարվում շատ հարցերում եւ կգա մի մարած վիճակ, որ մեր համար էլ կդառնա սովորական եւ այս հարցերը արդեն աներկյուղ մեր մեջ հաղորդություն ընդունելու այլևս որևէ նշանակություն չի ունենա։ Որոշները, ինչպես ես ասացի, օգտվում են տարբեր գավաթներից, մինչդեռ մեկ գավաթից պետք է օգտվել։ Լվան իհարկե մերժում են, համարելով դա սոսկ օրինակ, ինչպես ասացի։ Եվ երի խոսեցինք խոստովանությունների մասին, որոնք ոչ սուրբ գրային, ասենք, մոտեցումներ են։ Եվ վերջապես պաշտամունքի ավարտին չի էլ կարևորվում ասենք իրար ողջունելը սրբության համբյուրով, եղբայրներին, քույրերը քույրերին, հրաժեշտ են տալիս, պաշտամունքն ավարտվել է, մեկ ուրիշ ծայրահեղություն կա, երբ սեռերի տարբերություն չկա, աջ ու ձախ, կիրակի օրերը կլինի, թե պաշտամունքն այնքան շատ սիրում են իրար, որ այդ սահմաններն անցել են քույր եղբայր հանդիպելուց իրար ողջագուրվում բան, սրանք բոլորն են սիրելիներ։ Խոսում են մի բանի մասին, որ մարդիկ մի հատ սոցիալական ինչ-որ մի հատ հասարակարգ են ստեղծել իրենց համար հարմար եւ ավելի շատ այստեղ հումանիզմն է սկսել, հումանիստական կրոնն է սկսել գործել, քան Քրիստոսի երկյուղով ընկալված ավետարանը։ Առայժմ ես հասցրեցի ընդամենը խոսել իմիջիալոց մի քանի համարնել այդ տոների մասին խոսենք, որ մի փոքր ակնարկով, որովհետև տոների մասին խոսել եմ, Կողոսացից 2:16, Հռոմեացից 14:1-6, Գաղատացից 4:10 շատ պարզ խոսում է այն մասին, որ մեզ պետք չեն տոներ, այլ տոն կատարենք եզակի թվով, դա հաղորդությունն է եւ երբեք սա չի նշանակում, որ ապրիլին է զատիկը եւ հունվարի 6-ին էլ Հիսուսի ծնունդը, Պենտեկոստը էլ, հələ դեռ համբարձում էլ, բերքի տոն էլ եւ առաքելական եկեղեցու ցուցակով շուտով նաեւ կընդունենք բոլոր մնացած տոները, ինչը որ ընդհանրապես ոչ մի կապ չունի ավետարանի հետ։ Եվ ես այս համարները ձեզ ասեցի, դուք կարող եք նորից լսել եւ այս համարները նորից ձեր համար վերընթերցել, տեսնել, որ այնտեղ գրված է, որ մեկը մեկ օրը մյուսից ավել է համարում, իսկ մյուսը բոլոր օրերն էլ մեկ է համարում։ Օրինակ, Հռոմեացից 14:1-6, ուրեմն
Բայց հավատքի մեջ տկար լինողին ընդունեցեք առանց կարծիքների վրա վիճելու։ Մեկը հավատում է, թե ամեն բան կարող է ուտել, բայց տկարը բանջար է ուտում։ Ուտողը չանարգե չուտողին, չուտողը չդատե ուտողին, որովհետև Աստված ընդունեց նրան։ Սա վարդապետությանը չեն վերաբերում, խնդրում եմ չխառնեք, սա միայն կերակուրին է վերաբերում, ինչպես Գոր Վարդայանն ինքն ասում է այդ մասին, ես ճիշտ ասեցի երևի, թե ազգանունը երևի սխալ ասեցի կամ ճիշտ չեմ հիշում, այդ անձնավորությունը Մոսկվայում հոյվա, եւ ինքն ասում է, որ թույլ տվեք, որ մենք մեր բանջարն ուտենք, ինքը համարում է, որ ինքը տկար հովիվ է տկարների եւ չի էլ հասկանում ինչ է խոսում, բայց այստեղ միայն սնունդի մասին է խոսում, բայց ինքն ասում է, մեր վարդապետությանը մի կպեք, մենք բանջար ենք ուտում, դուք եք ուտում, լավ եք անում։ Սենե պետք չի մանիպուլյացիայի ենթարկել եւ Սուրբ Գիրքի խոսքը ծառել, այստեղ պարզ գրված է սնունդի մասին եւ սա պետք չի տեղափոխել վարդապետական դաշտ, բայց տեսեք ներքևում ինչ է գրված։ Մեկը օրը ավելի է համարում 5-րդ խոսքը, իսկ մյուսը ամեն օր մեկ է համարում, ամեն մեկը թող իր միտքը հաճեցնի։ Ամեն մեկը թող իր միտքը հաճեցնի։ Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում, օրին մտիկ չանողը Տիրոջ համար չէ մտիկ անում։ Հիմա եթե ես հունվարի 6-ը չեմ տոնում որպես Հիսուսի ծնունդ, եւ Պենտեկոստեն կամ էլ Զատիկը ասենք ապրիլին չեմ տոնում, ես դրանով դատապարտելի չեմ, բայց ես չեմ էլ դատում նրանց, ովքեր հունվարի 6 են տոնում, լավ են անում, թող տոնեն, կամ էլ Զատիկ են անում ապրիլին, եւ Պենտեկոստ են տոնում եւ մնացած տոնել։ Ես պարզապես Սուրբ Գրքից ներկայացնում եմ, որ դրանք Սուրբ գրային հիմքեր չունեն։ Եթե դուք ուզում եք հավատացյալների եկեղեցի լինեք, ապա շարունակեք տոները ինչքան ուզում եք։ Իսկ ես Քրիստոսի աշակերտ լինելով Աստծո խոսքից դուրս ոչինչ չեմ ուզում իմ կյանքում անել, կամ ոչինչ էլ չեմ ուզում այնտեղ որտեղ հովություն եմ անում եւ ծառայություն անում, մատուցել որպես ճշմարտություն, որը չկա Սուրբ Գրքում։ Կողոսացից 2:16-ում կարդում ենք այսպիսի տողեր. Արթող մեկը չդատե ձեզ ուտելու կամ խմելու համար կամ տոնի, ուշադրություն, կամ տոնի, կամ ամսագլխի, կամ շաբաթների մասին։ Տեսեք, հին ուխտի տոներն են։ Ամսագլուխ, շաբաթներ, դրանք բոլորն էլ հին ուխտում կային։ Եվ առաքյալն ասում է, զգուշ կացեք, հանկարծ որևէ մեկը հին, հրեական, մշակույթի, սովորության համաձայն չբերի այդ տոները եւ ձեզ դատի, թե դուք ինչի չեք մեր ազգային սովորությունները պահպանում։ Հասկանալի է։ Ուրեմն ոչ ոք ձեզ չդատի։ Հիմա եթե մեր պաշտոնական եկեղեցին այսօր, որ այս ազգի կոդը կրողն է, այսպես ասենք, ինչ վիճակում չենք ուզում դրա մեջ ավելի խորանալ, եթե նա ձեզ պարտադրում է քրիստոնեության անվան տակ ազգային ինչ-որ մշակութային էլեմենտներ, եւ դուք էլ հանգիստ ընդունել եք եւ իր հետ միասին եք այդ ամենը տոնում, դա ձեր խնդիրն է։ Այսօր մենք նայում ենք ավետարանին եւ ուզում ենք լինել այն բաժնում, որ կոչվում են քրիստոսինները, որովհետեւ առաջի պտուղը հարության Հիսուս Քրիստոսն է, յետքը քրիստոսինները։ Սրանք այն նրանք են, որոնք պիտի հափշտակվեն։ Իսկ մնացած հարանվանությունների մեջ եղած հավատացյալները կհրավիրվեն խնջույքի, ենել եթե կարողացան կմասնակցեն այդ հարսանիքին, բայց ոչ հարսի բաժնի մեջ կլինեն, որովհետև դա լավագույն հարությունն է, իսկ լավագույն հարության համար ազատությունը մերժեցին շատերը, Եբրայեցիս թղթում գրված է այդ մասին։ Եվ թե դու ինչ ունես մերժելու, որը չես մերժել, պետք է սրան մի հատ ուշադրություն դարձնես, եթե ուզում ես հափշտակության հավատքով ապրել, ուրեմն բարի է եղել Սուրբ Հոգու ձայնը լսելով, Աստծո խոսքի հիմքի վրա դասավորել քո կյանքդ, այլապես կանցնի ժամանակները, կդրվես հողի մեջ, կանցնի ների իշխանության տարիները, հազարամյակը, վերջում հարություն կլինի, այնտեղ կնայվի արդեն, երբ որ գրքերը կբացվեն, հայտնության վերջի հատվածներում, արդյոք կգտնվես կյանքի գրքի մեջ թե ոչ, եւ այն ժամանակ արդեն կերևա դու իրապես կյանքի գրքում գտնված փրկված մեկն ես, որ խնջույքին կհրավիրվես եւ կմասնակցես, թե ցավոք սրտի կրակելիճը կսպասի քեզ։ Այնպես որ Պողոս առաքյալն ասում է, որ ինքը ստույգ է գնում ոչ թե քամին ծեծելով, եւ դա ունի Սուրբ Հոգուց անձամբ առած վկայություն, ես մեկն եմ այդ նվաստ անձնավորությունից, որի կյանքում Աստված եղել է լսել տալ իր ձայնը, եւ ես գիտեմ, համոզված եմ, որ հափշտակվող եկեղեցու անհատը, որը պետք է հափշտակվի, եթե Սուրբ Հոգու կենթանի հաղորդակցությունն ու ձայնը չի լսում երկրի վրա, մինչև ննջելը չստանա այդ վկայությունը Աստծուց, նա անորոշության մեջ է գնում։
եւ ռիսկի է դիմում իր հավատքի կյանքը, ինչքան էլ ուզում է թրվրա, ծապտա, ինչքան էլ ուզում է մարմինը ծածկի, մազերի ձևերը ինքը կամ չքսվի, ես չգիտեմ ինչեր չանի, ինչ որ պահպանողական եկեղեցին կարող է մարդուն մղի։ Այսօր Սուրբ Հոգու կատարյալ ներգործության մարդկանց խշմտանքի մեջ հրավիրելու եւ նրան հանձնելու ժամանակն է եկեղեցիները ես կոչ անում ով հոյուներ հանձնեք Տիրոջը հերիքա դուք համակենտրոնացման ճամբարների վերածեք կամ էլ զվարճանքի վայրեր դարձնեք Գաղատացիս 4:10 կարդում ենք էլի այսպիսի խոսքեր Սրանք խոսում են մասին, որ մարդիկ այս համարները կարդում են, բայց զարմանալիորեն, բայց ասեմ ձեզ, ով ես ոչինչ ինձանից չեմ հորինում։ Առաքյալն ինքը հանդիմանում է մի ամբողջ եկեղեցու, կախարդված եկեղեցիներ, ունեմ այդպիսի քարոզել։ Դուք պատկերացնում եք, որ եկեղեցիներ կան, որ կախարդված են, հովիվներ կան, որ հմայության ոգիների ազդեցության տակ են եւ հմայում են իրենց լսողներին։ Սա կախարդություն է եւ դա հնարավոր է։ Պողոս Առաքյալը Գաղատացիս թղթում ասում է այդ մասին եւ խոսում է այն բացերի մասին, որ այդ եկեղեցում նախ տեղագտել։ Էլ չեմ խոսում թեպետ առաջին թլպատության խնդիրն է, որ մեջտեղ բերեցին, չէ, պիտի թլպատվեք։ Թլպատությունից հետո խոստովանությունից հետո տասանորդ, այսինքն Ահարոնի քահանայությունը մեջ է գալիս։ Գաղատիայի եկեղեցում փարիսեցիները ներս էին մտել եւ հաղթել էին։ Եվ կարողացել էին քրիստոնեությունը կրոնի վերածել։ Ուրեմն այսպես են կարդում, բայց հիմա որ ճանաչեցիք 9-րդ խոսքից Գաղատացիս 4:9 բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցաք ինչպես է կրկին ետ դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքները որոնց կամենում եք դարձյալ ծառայել օրեր եք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ այսինքն հին ուխտի օրացույցը կրոնական եկել է եկեղեցի մենք չունենք հին ուխտի օրացույց Մենք ունենք նոր կյանքի մեջ գնալու ընթացք, որ մեկ տոն ունենք կատարելու եւ դա Քրիստոսի խաչելությունն է, նրա մահն է, նրա հարությունն է, որ զատիկ է կոչվում եւ դա օրացույցային առումով Սուրբ գրքում տեղ չի գտել։ Եվ Տերն ասեց քանի անգամ, եթե ասեց քանի անգամ, դա նշանակում է պարբերաբար համաձայնությամբ, երբ որ կժողվեք այդ բանի համար։ Եթե սա չլիներ պարբերաբար համաձայնությամբ եկեղեցում, ապա պետք է լիներ երբ որ զատիկ անեք եթե գրված լիներ երբ որ ուրեմն սա կնշանակեր որ օրացույցային օր կա հին ուխտի մենք պետք է դա փնտրենք ու գտնենք ինչպես տոմարագետները Միշնադարում հակռիվ էին անում թե ով է ճիշտ ժամանակին զատիկը անում Մինչդեռ մենք նոր գտականում դա չենք տեսնում դրա փոխարեն Տերն ասում է քանի անգամ չի ասում երբ որը կնշանակեր հստակ ժամանակացույց եւ առաքյալը ասում է վերջում օրեր եք զանազանում ամիսներ ժամանակներ տարիներ վախենում եմ ձեզանից որ միգուցե զուր տեղն աշխատեցի ձեր միջումը աչքերը կհանեիք կտայիք ինձ հրեշտակի պես ընդունեցիք Քրիստոսը կերպարանավորվեց ձեր առաջին ով գաղատացիներ Հրաշքով Աստված ներկա եղավ, Սուրբ Հոգով լցվեցիք, շնորհքներով առատացաք։ Հիմա ես ձեզանից հեռու եմ, լսում եմ ինչ որ մարդիկ եկան ձեր մեջ։ Խեղաթյուրեցին են ավետարանը, որ քարոզեցի, ուրիշ ավետարան քարոզեցին, որ ուրիշը չկա։ Առաքյալն ուրիշ տեղ ասում է՝ տեղ արեք մեզ, մենք ոչ մեկի չենք փչացրել։ Այսօր ինչքան փչացնողներ կան հավատացյալներին։ Իրենց վարդապետություններով, էվրիկաներ անելով, հրապուրելով, խանդավառելով Սեներ մենք ապրում ենք շատ ծանր ու դժվար ժամանակներում, որ թացը չորից դժվար աջակցվում։ Սակայն նրանք, ովքեր անկեղծ Տիրոջն են պաշտում, Հիսուսն ասեց, որ իր ոչխարները իր ձայնը կլսեն։ Եվ այսպես շարունակություն ունենք եկեղեցական հիերարխիան։ Չգիտեմ, եթե նույնիսկ մեկ հոգի հենց հիմա ինձ ասի, որ շարունակեմ, ես պատրաստ եմ շարունակել, թեպետ ուշ է։ WhatsApp-ով թույլ եմ տալիս, որպեսզի այս պահին արձագանքեք իմ հարցին, նույնն էլ նաև YouTube-ում ովքեր որ հետևում են ինձ։ Եթե ցանկություն կա եկեղեցական հիերարխիայի խոստովանության եւ տասանորդի մասին էլ համառոտ կարող եմ խոսել։ Համաձայն եք թե ուշ է արդեն։ Թե թողնենք հետո։
Ուզում եմ, որ YouTube-ից էլ արձագանքեն, որպեսզի ես կամ շարունակեմ, կամ սա թողնեմ հաջորդ անգամ։ Շատ լավ, այդ դեպքում, որովհետև արձագանք չկար, որոշների համար էլ ուշ էր, այսօր ես այս թեմաները ինչ որ ձեզ ներկայացրեցի, սրանով ասենք կսահմանափակվեմ թեմաներով եւ կշարունակենք հաջորդ անգամ, որովհետև ամբողջական ասելիք ունենք։ Սա մեկ ամբողջության մեջ ուզում եմ մատուցել մեր հանրությանը, որպեսզի գոնե եթե որևէ մեկին համոզիչ չլինեն այն ամենը, ինչը որ մենք ներկայացնում ենք, Պողոս Արաքյալն ասում է համոզում ենք նաև, ինքը չի առաջարկում ավետարանը, համոզիչ զորությունով է խոսում, Արաքյալը բազմաթիվ տեղերում դա մենք տեսնում ենք, եւ ես կուզեի, որ գոնե այն մարդիկ, որոնք նույնիսկ հայ չեն էլ ընդունում այն ինչ որ մենք ասեցինք, գոնե միտք ունենան Սուրբ Գիրքը սկսեն թերթել նորից եւ փորձեն համեմատել այն կենսաձևը, որ իրենց եկեղեցիներում ունեն Սուրբ Գրքի հետ։ Եթե իսկապես գտան ամեն ինչ համապատասխանում է խոսքին, բարի է։ Աստված օրհնի եւ այդպես է շարունակեք եւ լցվեք Սուրբ Հոգով։ Տերը օրհնի ձեզ, սրանով ուզում եմ այսօր ավարտել, կհանդիպենք։